Ապրիլի 6-ին տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պետական այցը Թբիլիսի։ Ալիևը հասցրեց հանդիպել Վրաստանի նախագահին, վարչապետին եւ անգամ իշխող վրացական երազանք կուսակցության հիմնադիր եւ նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին։ Վերջինիս կերպարը ամենակնարկվողներից է, քանզի Իվանիշվիլին, որն այլևս ոչ մի պաշտոն չի զբաղեցնում Վրաստանում, համարվում է երկրի ստվերային կառավարիչը։ Առանցքային հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի միջև էր։ Հարավային Կովկասի կայունության համատեքստում Ալիևը հիշատակել է նաեւ Հայաստանը, շնորհակալություն հայտնելով Վրաստանին տարանցիկ բեռնափոխադրումների համար։ Հայաստան-Ադրբեջան գործընթացն ուժեղացնելու համար միայն կնքված փաստաթղթերը բավարար չեն։ Ամեն քայլ նախաձեռնելիս պետք է այդ խաղաղությունը ուժեղացնենք, իսկ դրա լավագույն հարթակը առևտուրն է, ասել է Ալիևը։ Վրաստանում ադրբեջանական կողմի գլխավոր ուշադրությունը տարանցիկ ուղիների զարգացմանն էր միտված։ Ալիևը փորձում է օգտվել Հարավային Կովկասի կայունությունից, ավելացնելով նավթագազային անցումների հնարավորությունները։ Դրանք հատկապես արդիականություն են ստանում Իրանի շուրջ ընթացող զարգացումների համատեքստում։ Ալիևը Վրաստանի վարչապետի հետ հանդիպմանը խոսել է հատկապես միջին միջանցքի ընդլայնման մասին։ Արևելք-արևմուտք միջազգային միջանցքը ներկայում Հարավային Կովկասում իրականացվում է Վրաստանի տարածքով, Բաքու-Թբիլիսի կարս եւ այլ ենթակառուցվածքների միջոցով։ Սակայն ինչպես եւ որ երկրների հաշվին պետք է զարգանա այդ միջանցքը եւ ինչ նոր հեռանկարներ կան այդ հարցում, Ալիևն ու Կոբախիձեն շատ փակագծեր չեն բացել։ Հնարավոր է խոսքը Ադրբեջանի տարածքով թուրքմենական գազի հնարավոր տարանցման մասին է, որի շուրջ Ադրբեջանում եւս կան քննարկումներ։ Թուրքմենստանը վերջին ժամանակներում շփումների մեջ է հավաքական արևմուտքի հետ եւ դատելով հանդիպումներից թե Եվրամիությունը, թե Միացյալ Նահանգները դեմ չեն այդ հեռանկարին։ Թուրքիան իր հերթին հետաքրքրված է նման հեռանկարով։ Գազի տարանցման այս հնարավորությունը բավականին իրատեսական է թվում, հաշվի առնելով Իրանի շուրջ ձևավորված ճգնաժամը։ Իդեպ թուրքմենական գազը Եվրոպային կապելու հեռանկարը ապագայում հնարավորություն կարող է դիտվել ոչ միայն Վրաստանի, իբրև տարանցիկ երկրի, այլ նաև Հայաստանի համար, թրիփի համատեքստում։ Ի վերջո, երկու երկրներով, Հայաստանով եւ Վրաստանով անցնող ճանապարհները միջին միջանցքի մաս են դիտվում։ Սակայն իհարկե նման հեռանկարի իրագործման համար անորոշությունն ու հարցակաները շատ են։ Ինչպես կավարտվի պատերազմը Իրանի դեմ, ինչ ընթացք կստանա թրիփը եւ կամ Միացյալ Նահանգները ինչպիսի ջանքեր կգործադրեն այդ հարցում, ցույց կտա ժամանակը։